ասում է անհնար է որ գայթակղություն չգա, բայց վայ նրան ում միջոցով որ կգա։ Գայթակղությունը մասացյոտնի թեմ է մտել աշխարհիկ իշխանավորների կերպարանքով։ Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայել Քահանա Նուրիջանյանն է պատմում, որ Արարատի մարզային ու քաղաքային իշխանությունները առանձնազրույցների են հրավիրում թեմի հոգևորականներին, պահանջում տրժել իրենց ուխտն ու միանալ այն 10 եպիսկոպոսներին, որոնց մայրաթորը պաշտոնապես տիրադավ է հռչակել։ Եղել են հանդիպումներ քաղաքային եւ մարզային իշխանությունների հետ, ովքեր որ հրավիրեցին մեզ, որպեսի հանդիպում ունենանք եւ զրուցենք։ Եվ հանդիպման ընթացքում մեզ ասացին, որ հանդիպումը իրականություն է դարձել նախկին մեր թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանի եւ տեղյակ լինելու եւ օրհնության միջոցով։ Եվ սկզբից մեզ սիրալիր որդորում էին, որպեսի միանանք իրենց նախաձեռնությանը, մարզի միասնության, համախոհության, համերաշխության համար, որպեսի ամեն ինչ ավելի լավ ու ճիշտ լինի։ Եվ երբ որ փորձեցինք հասկանալ, թե որն է այդ միասնությունը, եւ հասկացանք, որ դա վեհապարին հրաժարական տալու պահանջը պիտի լինի, մենք մեր դիրքորոշումը հայտնեցինք, ինչպես որ առաջ էլ հայտնել էինք, որ մենք հավատարիմ ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Քահանայի խոսքով պաշտոնյաները չեն վարանել բացահայտ սպառնալիքներ հնչեցնել, օրինակ փակել եկեղեցու դռները հոգևորականների առջև։ Բախումները ասվածը ըստ իրենց այն էր, որ կգանք մեր ժողովրդով ձեր եկեղեցիներ, կփակենք եկեղեցին եւ թույլ չենք տա, որ դուք մտնեք ներս։ Մենք էլ ասել ենք սիրով, երբ որ կուզեք համեցեք։ Պետական պաշտոնյաներից բացի հոգևորականների հետ զրուցել են նաև կարգալույցներ։ Նախկին հայրաղանը, որը ժամանակին վեհապարի գավազանակիրն էր, փորձել է համոզել Տեր Միքայելին գնալ եւ վերստին լսել տիրադավ հռչակված եպիսկոպոսների տեսակետը։ Քահանան հրաժարվել է լսել ու որդիական հավատարմություն է հայտնել Մայրաթորին ու նրա գահակալին։ Մենք Տիրոջ կամքի համապատասխան պիտի շարունակենք մեր հոգևոր ընթացքը, շարունակելով մեր առաքելությունը, մեր ծառայությունը, չեզոք կլինենք, թե կներգրավվենք ավելի ակտիվ գործողությունների մեջ, չեմ կարող ասել, բայց Աստված թող ողորմություն անի մեզ եւ մենք կարողանանք այն ուխտը, որ կապել ենք Աստծո հետ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Սուրբ Խորանին հիջման սեղանի առաջ, այդ ուխտը անխախտ եւ անսասան մնա։ Տեր Միքայելի խոսքով եկեղեցական պատիժներից առավել մեր հավատը կարևորում է մարդու զղջումն ու հոգու փրկությունը եւ այս իմաստությամբ է պայմանավորված, որ Մայրաթորը կտրուկ քայլերի չի դիմում ու համբերատար ակնկալում է, որ պարակտման ճանապարհը բռնածները կգիտակցեն իրենց սխալն ու կվերադառնան հավատարմության ուխտին։ Եկեղեցին միշտ, ինչպես որ Աստված մարդու մեղքերի նկատմամբ երկայնամիտ է, սպասում է, հանդուրժում է այնքան, որ մարդը գիտակցի եւ գա զղջման ու ապաշխարության։ Նույն ոգով գործում է նաեւ եկեղեցին։ Այսինքն մշտապես մենք սպասում ենք, որ մարդը իր սխալի համար զղջում եւ ապաշխարություն դրսեւորի, ոչ թե միանգամից կտրուկ քայլերի ենք դիմում։ Միգուցե վեհապարը հենց այս մոտեցումով սպասում է բոլորի զղջմանը եւ ապաշխարությանը, որպեսզի մարդիկ կարողանան շարունակել իրենց առաքելությունը եկեղեցու անդաստանից ներս։ Մամուլում լուրեր են տարածվել, որ իշխանության ուժային կառույցները բացահայտ ճնշումներ են գործադրում Հայաստանի զինված ուժերի հոգևոր սպասավորություն իրականացնող գնդերեսների նկատմամբ եւ սպառնալիքներով պարտադրում են միանալ վարչապետի եւ 10 եպիսկոպոսների նախաձեռնած հակաեկեղեցական արշավին։ Մայրաթորն արձագանքել է պտտվող լուրերին, շեշտելով, որ իշխանությունների կողմից իրենց դիրքի չարաշահման նման գործողությունների մեջ գնդերեսների ներքաշումը եւ կիրառվող հարկադրանքները վտանգում են ինստիտուտի առաքելությունը, ինչը լուրջ հարված է հայոց բանակին եւ ազգային անվտանգության հիմքերին։ Մեջբերում երևույթը միանշանակ դատապարտելի է եւ անընդունելի։ Կարծում ենք բանակը պետք է զերծ մնար նման բռնաճնշումներից։ Բանակի հոգևոր առաջնորդության արդեն կայացած ինստիտուտի կարևորագույն առաքելությունն է իրականացնում մեր զինված ուժերում։ Գնդերեսները ոչ միայն հոգևոր, այլև բարոյահոգեբանական ծառայություն են մատուցում։
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցությունների ընթացքում բարձրացված թեմաներին, Արարատ Միրզոյանը ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ անդրադարձել են նաև Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Միրզոյանի խոսքով քննարկվել են կոնկրետ այն խնդիրները, որոնք խոչընդոտում են խաղաղության ձևավորմանը։ Արտգործնախարարը շեշտել է, որ մեջբերում Ադրբեջանում պահվող անձանց հարցը դրանցից մեկն է, հավելելով, որ քննարկել են նաև ԱՄՆ միջնորդությամբ հնարավոր քայլերի ձեռնարկումը։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրփուի Գևորգյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Ժողովուրդ օրաթերթին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Հոկտեմբերի 10-ին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ձերբակալել էին համալսարանի ռեկտորին եւ պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանին։ Համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանցապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու մեղադրանքով։ Բաց հարցերը, որոնք կային Աշխարհը փոթորկվում է, իսկ Հայաստանը եւ տարածաշրջանը վերածվում են կայունության եւ անվտանգության միջավայրի։ Հայաստանը եւ խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում քննարկմանը վստահեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով հայաստանցիներին, տարածաշրջանին, ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը նախորդին մեր երկրի արտգործնախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման արդյունքներով TRIP նախագծի հայտարարության առիթով։ ըստ էության սրանով կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև եւ կայուն խաղաղություն հաստատելու գործին։ Իհարկե եւս մեկ անգամ ուզում եմ մեր գործընկերների ներդրումը ընդգծել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դերը, որի անձնական հետաքրքրվածությունը եւ անձնական ներգրավվածությունը իհարկե անկասկած ունի եւ ունեցավ վճռորոշ նշանակություն եւ հիմա մեզ արդեն հարկավոր է մտածել հետագա քայլերի մասին։ Նիկոլ Փաշինյանը հավատացրել է, որ դրական կուլմինացիաները դեռ առջևում են եւ ակնհայտ է, որ մեջբերում հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ եւ մեծ փողեր։ در مورد مذاکرات Հարևան Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն, հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։ Դեսպանը նշել է, որ մի խումբ մարդկանց հնարավորություն է տրվում եւ կանաչ լույս է վառվում, որպեսզի վերջիններս Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով։ Ըստ նրա, արդեն 6 օր շարունակ երեկոյան ժամերին դեսպանատան առջև հնչում են վիրավորանքներ եւ չնայած իրենց կողմից ներկայացվող բողոքներին, այդ գործընթացը շարունակվում է։ Դիվանագետը շեշտել է, որ բազմիցս փոխանցել են իրենց դժգոհությունը Հայաստանի համապատասխան մարմինների, ընդգծելով, որ Իրանը ամենաթանր պահերին եղել է Հայաստանի կառավարության կողքին։ Շիրգոլամին հավելել է, որ այսօր իրենք գտնվում են ծանր իրավիճակում եւ այնինչ տեղի ունենում դեսպանատան մոտ կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ, եզրափակելով, որ իր ասելիքը հստակ է։ نمیتونه ادعای حمایت از مردم ایران داشته باشه. Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայ գեղասարորդներին սահմանված ժամկետներում չի տրամադրել մուտքի վիզաներ, ինչի արդյունքում մեր հավաքականի մարզիկները զրկվել են Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից, հայտարարել է Հայաստանի Գեղասահքի Ֆեդերացիան ու նշել, որ մեր գեղասահորդներ Սիմոն Դանիլյանցը, ինչպես նաև Կարինա Ակոպովա եւ Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը զրկվել են մրցաշարին մասնակցելու հնարավորությունից։ SpaceX-ը անվճար է դարձրել Starlink-ը Իրանում զանգվածային բողոքի ցույցերի եւ ինտերնետի գրեթե լիակատար անջատման ֆոնին։ Իրանի իշխանությունները հունվարի 8-ից ի վեր անջատել են ինտերնետային կապը։ Չնայած Starlink-ը պաշտոնապես արգելված է երկրում, Թեհրանը արագորեն կառուցում է փակ ներքին ինտերնետային ցանց, թույլատրելով միայն պետական որոնողական համակարգեր, քարտեզներ, հաղորդագրությունների հավելվածներ եւ խիստ գրաքննված բովանդակություն։ Նախնական տարբերակն արդեն գործում է երկրում եւ ավելի մեկուսացված է արտաքին աշխարհից, քան չինական մոդելը։ Միևնույն ժամանակ բողոքի ցույցերը ճնշելու համար անվտանգության ուժերի կողմից իրականացված սպանությունների հետևանքով զոհերի թիվը արագորեն աճում է։ Կոռուպցիոն խոշոր սկանդալից շատ չանցած Ուկրաինայում հաջորդն է զարգանում։ Երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն մեղադրվում է Գերագույն ռադայի падգամավորներին կաշառելու համար, օրինագծերի քվեարկության ընթացքում աջակցություն ստանալու գործով։ Падգամավորը հայտնել է, որ խուզարկություններ են իրականացվել իր գլխավորած Բատկիվշինա կուսակցության գրասենյակում։
Ռուսաստանը հրթիռներով եւ անօթաչուներով զանգվածային հարձակման է ենթարկել Ուկրաինայի քաղաքները։ Մայրաքաղաք Կիևի մի շարք բնակավայրերում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել բալիստիկ հրթիռների հարվածների հետևանքով։ Խարկովում զոհվել է 4 մարդ, վիրավորվել 6-ը։ Օդեսայի կենտրոնում վնասվել են բնակելի շենքեր, հիվանդանոց, մանկապարտեզ եւ դպրոց։ Տուժել է 5 մարդ։ Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական ուժերը հարվածել են Կրիվոյ Ռոգի ջերմաէլեկտրակայանին։ Թայլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա, զոհվել է ավելի քան 22 մարդ, 55-ը վիրավորվել, հայտնել են տեղական լրատվամիջոցները։ Գնացքում եղել է 190 ուղևոր, բախման հետևանքով այն դուրս է եկել գծերից եւ բռնկվել։